Բաքուն բողոքի նոտա է հղել Գերմանիայի կառավարությանը նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-ի էջում հրապարակված Արցախի դրոշի կապակցությամբ, որն Ադրբեջանը համարել է ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Սա որակելով բացահայտ քաղաքական սադրանք, Բաքուն պահանջել է հրապարակային ներողություն խնդրել։ Ժամեր անց ադրբեջանական պետական ազերթաչ գործակալությունը հրապարակել է Գերմանիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական նամակը, որում Բեռլինը Բաքվից ներողություն է հայցում միջադեպի կապակցությամբ։ Վաշինգտոնը պատրաստ է մաքսատուրքեր սահմանել Պուտինի նավթի վրա, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը, ըստ Բլումբերգի այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ։ Սպիտակ տան ղեկավարը NBC News-ին նաև ասել էր, որ շատ զայրացել է Պուտինի Ուկրաինայում ժամանակավոր կառավարումներ դնելու առաջարկից։ Չինաստանը Թայվանի շրջակա ջրերում և օդային տարածքում լայնածավալ վարժանքներ է սկսել Շանդուն ավիակիրների ներգրավմամբ։ Թայվանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 19 չինական ռազմանավ են տեսել Թայվանի մերձակա ջրերում։ Պեկինը հայտարարել է, որ զորավարժությունները լուրջ նախազգուշացում են ցույց տալու Թայվանի անկախության ջանքերը զսպելու փորձերը։ Շարունակվող մարտական գործողությունների ֆոնին Իսրայելն առաջարկել է հրադադար հաստատել Գազայում պահվող պատաններից կեսին վերադարձնելու դիմաց, հայտնում է Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյաների։ Միաժամանակ իսրայելական բանակը Գազայի բնակչության տարհանման նոր հրաման է տվել, հայտարարելով նախատեսվող ինտենսիվ գործողությունների մասին։ Գործակալության աղբյուրները նշել են, որ իսրայելական կողմն առաջարկել է նախատեսվող 40-ից 50 օրյա հրադադարի ընթացքում ազատ արձակել կենդանի մնացած 24 պատաններից կեսին, ինչպես նաև փոխանցել մոտ 35 ենթադրյալ մահացածներից գոնե կեսի մարմինները։